Օսմանյան կայսրությունը և հայերը, հետազոտություն ապստամբության դեմ պայքարի մասին։ Այս անվանումն էր կրում Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի թուրքագիտության բաժնի կողմից կազմակերպված միջոցառումը։ Ամերիկյան բանակի ՍՊԱ իր խոսքերով պատերազմական պատմաբան Էդվարդ Էրիքսոնը քննարկման մասնակիցներին էր ներկայացնում 2013 թվականին հրապարակած իր գիրքը, որտեղ վերջինս նկարագրում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Մոտ 1 ժամ տևողությամբ իր դասախոսության մեծ մասը Էրիքսոնը հատկացրեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին հայկական զինված խմբավորումների գործողությունները, որակելով դրանք որպես ահաբեկչական։ Որպես առավել ծայրահեղական խմբավորում առանձնացնելով հայ հեղափոխական դաշնակցությանը, Էդվարդ Էրիքսոնը պատմական իրադարձությունների իր մեկնաբանություններն էր ներկայացնում։ Այսպես օրինակ Վանի ինքնապաշտպանությունը որակվեց որպես ահաբեկչական խմբերի կողմից գրավում կամ օկուպացիա, հայոց ցեղասպանությունը որպես վերաբնակեցում կամ ժամանակավոր տարհանում, իսկ Զորավարանդրանիկն ու հայազգի ռազմական այլ հրամանատարները ներկայացվում էին որպես ցարական Ռուսաստանի դրուժիննիկներ։ Խոսվեց Թիֆլիսից և Արևելյան Հայաստանից Օսմանյան կայսրության տարածք զենք ու զինամթերք ներմուծող իր խոսքերով հայ ծայրահեղականների մասին, ովքեր սակայն ըստ Էրիքսոնի կազմում էին երկրի հայ բնակչության չնչին փոքրամասնությունը, ինչը սակայն ըստ նրա Օսմանյան կայսրության համար անվտանգության լուրջ սպառնալիք էր։ Որպես պատերազմական պատմաբան ներկայացող Էդվարդ Էրիքսոնից փորձեցի պարզել. Տեղյակ է արդյոք 1908 թվականի երիտ թուրքական հեղափոխությունից հետո հայ հեղափոխական դաշնակցության և կայսրության տարածքի այլ հայազգիների կողմից զենքը վայր դնելու փաստին։ Էրիքսոնը նշեց, որ այո, եղել է 1908-ին հայերի քաղաքական գործընթացներին մասնակցությունը, սակայն ասում է նա, նրանք երբեք զենքը վայր չդրեցին։ Դրա մասին է վկայում 1912-ին Բալկանյան ճակատում, իսկ 1914-ին Էրզրումում տեղի ունեցող բախումներին հայերի մասնակցությունը։ Հանդիպմանը ներկա Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հարց բարձրացրեց առ այն, թե որտեղից է ֆինանսավորվում համալսարանում գործող թուրքագիտության բաժինը, ավելացնելով, որ իր տեղեկություններով առկա է Թուրքիայի կառավարության աջակցությունը։ Էրիքսոնը հայտարարեց, թե նման բան չկա, նշելով, թե հարցը քննարկմանը չի առնչվում։ Հայ դատի գրասենյակի մեկ այլ ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը հղվելով Ջորջթաունի համալսարանի պարբերականի վրա փաստեց, որ թուրքագիտության բաժինը նախկինում ստացել և այժմ էլ ունի ֆինանսավորում Անկարայից։ Էրիքսոնը շարունակեց հերքել կապը, կրկին նշելով, թե հարցը քննարկման թեմային չի առնչվում։ Նահապետյանը հղում կատարեց համալսարանի թուրքագիտության բաժնի նախկին տնօրենի հոդվածին, որտեղ վերջինս գրել էր, թե իրեն աշխատանքից ազատելու պատճառը հայոց ցեղասպանություն բառն օգտագործելն է եղել, ինչից հետո իրեն զանգահարել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը և հայտարարել, թե նա այլևս չի ղեկավարելու հաստատությունը։ Էդվարդ Էրիքսոնը նյարդայնացավ և սենյակում գտնվող անվտանգության աշխատակիցներին կոչ արեց դուրս բերել Քեյթ Նահապետյանին լսարանից, ինչին սակայն վերջիններս անհաղորդ մնացին։ Նահապետյանն իր հերթին հայտարարեց, որ սա Միացյալ Նահանգներն է, ոչ թե Թուրքիան, որտեղ խոսքի ազատություն է ոտնահարվում և որտեղ այլակարծությունը պատժվում է, իսկ ինքը Էրիքսոնը ընդամենն ապացուցում է, որ Թուրքիայի մերժողականության քաղաքականության խոսնակներից է։ Ես ասել եմ, որ ես մերժում եմ։ Ոչ, ես այդպիսի բան չասացի, հայտարարեց բանախոսը։ Հարցրեցի, լավ, իսկ ո՞րն է ձեր դիրքորոշումը, արդյոք 1915 թվականը ցեղասպանություն էր, թե ոչ։ Չունեմ հստակ դիրքորոշում, պատասխանեց Էդվարդ Էրիքսոնը։ Լինում են օրեր, երբ առավոտյան արտանալիս կարծում եմ, որ ցեղասպանություն էր, իսկ հաջորդ առավոտյան հակառակը։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ There are days where I wake up and I think, yeah, it's probably a genocide. There are days where I wake up and I think, probably not.